Հարկ Նժդեհին։ Ասեմ, որ Ալիևը ամբողջովին բաց խաղաքարտերով է խաղում։ Բաց։ Ինք մեր հետ բաց խաղաքարտերով է խաղում։ Ուղղակի Նիկոլը ծածկում է Ալիևի քարտերը, որ մենք չտեսնենք։ Հասկանում եք։ Արդեն ոչ թե ինքն է գիժ, Նիկոլն էլի, մեծ է գժի տեղ դրել։ Մենք տեսնում ենք Ալիևի խաղաքարտը, ասում է, չէ, ինչ որ դուք տեսնում եք, դա դուք առաջնայք, դա մի նայեք այտենց։ Չէ, հիմա էլ արդեն Սևանի հետ կապված, անվան հետ կապված։ Ասում է, դուք առաջ նայեք, հետ մի նայեք։ Ալիևը հետևից եկել է, բան է անում սրան, ասում է, հետ մի նայի, դու առաջ նայի։ Բայց հետևից են քեզ։ Հասկանում եք ինչ է տեղի ունենում։ Մարդը բաց ասում է, որ Հայաստան պետություն չկա։ Ցարական Ռուսաստանի ժամանակ այդպես պետություն չի եղել։ Այդ որ Սևանով է օրինակը բերում, էդի որ հենց այնպես չի ասում։ Ասենք, եթե դա ասողը լիներ մի հատ շարքային գյուղացի, գյուղապետ, թեկուզ, լավ, գյուղացի չէ, գյուղապետ ադրբեջանական։ Ու Նիկոլն ասեր, դուք առաջ նայեք, մենք դրան չպետք է նայենք։ Կամ այն մի թրքաբարուն Ռուբեն Ռուբինյանը ինձ զահը ռումարե։ Ասենք ասենք դե հա, ախր դու էդ ինչ որ ասում ես, որ պետք է գնամ խաղաղություն, պայմանագիր, չգիտեմ, հուշագիր, հռչակագիր, կամ չգիտեմ ես ինչ, դու այդ Ալիևի հետ ես, այդ Իլհամի հետ պետք է կնքես։ Դու կնքում ես պայմանագիր մի մարդու հետ, ով լրիվ այլ բան է ասում։ Հա, դու գոնսոր մեկն իմ հետ մի գամի բա պայման անի, թղթի մեջ գրած պայմաններով, ասենց գասի, խաչի, ասենք, այս հարցը ասենց ստորագրենք, ես ուրիշ բան ասեմ։ Այնպես բան ասեմ, որ այդ թղթի պարունակության մեջ չկա։ Ասենք, դու չես ասում, այ ախպեր, ստեղ այդպես բան չկա գրած, ես ինչ ես խոսում։ Իսկ դուք ինձ այդ լուրջ չեք վերաբերվի, չէ՞, ասեք, ես գիժ կամ էլ միտքը ծուռ է։ Ո՞նց կարող է պետության ղեկավարը արդեն խոսում է քո Այսինքն էլի տարածքային ամբողջը, որ ոչնչացման մասին է խոսում։ Դու ասում ես, բանը տեղ գիժ է խոսում է էլի։ Հաստատ Ալիևը գիժ է։ Համոզված եք, որ Ալիևը դե խոսում է, էլի դուք առաջ նայեք։ Էս ինչ արդայություն է։ Դե մի օր դու ասա Բաքուն Հայաստան է։ Գնային հիմքերը 100-ամյակների, 1000-ամյակների։ Բաքուն ոնց է ստեղծվել, ում կողմից։ Հələ ասա, դες Ադրբեջանը իր ժողովրդին կասի առաջ նայեք դե հեչ։ Գիժ է խոսում է։ Անմիջապես մի հատ այնպես վայնասուն կբարձրացնի միջազգային այդ հարթակներում կասի Հայաստան աշկը գցել է մայրաքաղաքից վրա, դու մի հատ սահմանների վրա կրակոցել, հրտրակ, ինչ ասես կանի գլխիդ։ Չի ասի, բա դե առաջ նայեք, բայց մենք թուղթ ենք ստորագրելու բան։ Դու ո՞նց կարող ես մի մարդու հետ թուղթ ստորագրել, ով քո տարածքը անկախ պետություն չի համարում։ Քո սուվերենությունը Ալիևը ոչ թե կասկածի տակ է դնում, չի ընդունում։ Մարդը ասում է Արևմտյան Ադրբեջան։ Դու էլ փոխանակ ասենք գրիվ անես, ասում ես, բա այդ ո՞նց է դուք էլ ասենք ասում եք Արևմտյան Հայաստան նայել էդ է ասում։ Սա ինչ է նշանակում, որ Ալիևը մեր հետ բաց խաղաքարտերով խաղում է, ասում է, հեսա հաջորդ քայլ ինչ է անելու։ Նիկոլը ասենք, ոսոր մեր կողքը նստած մեր թիմից լինի, ասի, այն որ այն տուզը տեսնում եք, շատ կներեք, էլի կարդ խաղացող, ովքեր գիտեն ինչու է, ամենազորեղ քարտը, այդ որ տեսնում եք, ասում է, դա մեր համար չի, դա հեսա ինքը բլեֆ է անելու, այդ կարտը գցի կորցնի գնա։ Չի կիրառելու մեր դեմ։ Շորտ, դուք հասկանում եք սա ինչ է նշանակում։ Սա արդեն վերջն է, էլի, ասենք, մարդը հստակ ասում է, որ դուք պետություն չեք եղել, չեք լինելու։ Մենք շարժվում ենք այդ ծրագրով։ Ու հանգարց քո երկրի ղեկավարը քեզ քնեցնում, ասում է, այ ցավը տանեմ շուրարի պարգի։ Մենք առաջ ենք նայում, հետույքով։ Այս սա է տեղի ունենում։ Եվ որ հաճախ ասում են, չէ, այնտեղ պատրաստել են ադրբեջանցիները, որ գան իրենց հայրենիքը, Արևմտյան Ադրբեջանը, ուստեղ մի քանի ողորմելի նիկոլական դու ողորմելի ես։ Դու ամենաթույլ տկար, այսինքն դրանք տականք են արդեն, ոչ թե որին ոնց բզես կգնա։ Ասում հայ ինչ անենք, չենք ապրել թուրքերի հետ։
Խորհրդային միության ժամանակ դա մի ռեժիմ էր, որտեղ ցեղասպանն ու ցեղասպանվածը կարային իրար հետ ապրեին։ Երկուսի վիճակն էլ վատ էր։ Բացի դա էլ, խորհրդային միության ժամանակ դու ցեղասպանված էիր, ոչ մեկ կասկածի տակ չէր դնում քո ցեղասպանված լինելը։ Դու հուշարձան ունեիր չքանդած։ Գնում էիր ապրիլի 24-ին, թուրքերն այդ օրը տներից դուրս չէին գալի, վախենում էին, ասում են հեսա ողը կհանեն։ Այսինքն թուրքը մեր հետ ապրել է վախեցած։ Հիմա թուրքը եթե գա, հակառակ դերերով է գալու։ Գալուս է որպես ինքը ցեղասպանված, էթնիկ զտված մեր կողմից։ Մենք էլ հանցագործ։ Այն ինչ որ իրենք այն վախը, որ զգում էին մեր հանդեպ, հիմա իրենք պարտադրել են, որ մենք այդ վախը զգանք իրենց հանդեպ։ Այսինքն թուրքը չի գալու։ Սա դերերով փոխված թուրք է գալու։ Դերերը փոխված թուրք գալու է մեզ վերևից նայի, տուժող է գալի որպես ու պահանջատեր։ Իսկ պահանջատերը միշտ արտոնյալ է։ Իսկ մենք մեր պահանջատիրությունից հրաժարվել ենք, որ արտոնյալ չլինենք։ Մեր ցեղասպանությունից, միջազգայինորեն տրված Սևրի դաշնագրով, մեր հողերից, Վիլսոնի իրավար վճռով սահմանազատված հասկանում եք։ Ադենց են գալի թուրքերը։ Այն 100 տարի առաջվա մեր կարգավիճակով են գալու։ Մենք խեղճ, իրենք պահանջող ու արտոնյալ։ Ես էլ ովքեր ասում են, դե մենք ապրել ենք թուրքերի հետ։ Տարբերությունը հասկացեք, ապրելու եւ ապրելու։ Իսկ որ մեկն էլ ասում է, որ սահմանը բացվի Թուրքիայի հետ, Եվրոպա գնալ գալու է ապրանքների գները, չգիտեմ, ծախսերը 25%-ով, այսինքն կշահի էլի Հայաստանը։ Հայաստան տնտեսությունը նախ կվերանա, էլ շահույթի մասին չխոսենք, բայց մի ուրիշ բան ասեմ։ Բա որ մենք ասենք Վիլսոնյան Հայաստան դեմ տանք պահանջենք, այսինքն մենք սև ծովում ափ ունենանք։ Արդեն 25% չի լինի մեր շահը։ Ավելի շատ կլինի։ Հələ մտածեք։ Մի գժվեք։ Ալիևը ձեզ ասում է, որ դուք պետություն չեք ունենալու, անգամ դուք այդ պետության մեջ էլ որ պետք չունենաք, ստրուկի կարգավիճակով եք ապրելու, կամ էլ չեք ապրելու, նենց է անում որ փախնեք։ Նիկոլը ասում է, չէ, դուք այդպես մի նայեք։ Այն որ խորտանում մարդիկ Արցախի դրոշ են տնկել, ասում է, այ դրա համար է ասում։ Մի հարց է, նրանք էլ պայմանավորված են այդ դրոշը տնկել, որ Ալիևն ասի, Նիկոլն էլ ասի սրա խաթերա, որտեղ Արցախը դրոշ չունի, Արցախը դա Հայաստան է։ Էդել է KGB-ի դրոշ, էդել է KGB-ի գործակալ դաշնակը դնում, հանրապետականը դնում է ցեղանին։ Արցախի խորհրդանիշ եք ուզում, տատու պապի խորհրդանիշը, արձանի նկարը դրեք, մենք ենք մեր սարերի։ Հասկանում եք։ Ասում դու սենց ես ասում, դրա համար նա սենց է ասում։ Ասում է 100 տարի որ հետ ես գնում, ռուսական հայ, բա որ 1000 տարի եմ հետ գնում, 500 տարի հետ գնամ, 2000 տարի հետ գնամ, վախենում եք հետ գնաք։ Ալիևը հետ է գնում, ինչքան որ իրեն պետք է, դուք մենակ առաջ եք գնում, հետույքները Ալիևին տված առաջ եք գնում, որ մեզ ծաղրեց, այսինքն առաջ անգամ չի, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ ծաղրի առարգա մի դարձի, սրա վերջը պետք է տանք, եթե չենք ուզում մենք վերջանանք, ստեղ ոչ միայն ինքնության արժանապատվության, ձեր երեխեքի մասին մտածեք, ձեր երեխեքը վաղը օտար ափերում, ձեզ քննադատ, ձեզ մի օր որ հանգարց, Աստված մի արաս է, Հայաստանից զրկվեցիք, գնացիք օտար ափերով, հասցրեց, ով էլ չէ, հետո երեխեքը ծվեցին, մեծացան, հասկացան, մի տեղից իմացան, որ այդ իրենց երկիրն է, եկան տեսան ինչ դրախտ հրաշք երկիր է, ձեզ քարկոծելու են, ձեր շիրիմներին չեն գնալու էլ, խոհեմ եղեք։